Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել է Ջեֆրի Էփշտեյնի գործի փաստաթղթերի վերջին փաթեթը, որն ընդգրկում է ավելի քան 3.5 միլիոն էջ և ավելի քան 2000 տեսանյութ, նախկինում չհրապարակված բազմաթիվ հաղորդագրություններ և վկայություններ։ Փոխգլխավոր դատախազ Թոդ Բլանշը մամուլի ասուլիսում նշել է, որ փաստաթղթերի ամբողջ արխիվը կազմում է մոտ 6 միլիոն էջ, սակայն դրանցից միայն մի մասն է վերաբերում Էփշտեյնին։ Ըստ նրա, գործի վերանայման աշխատանքներն ավարտվել են և հրապարակվել են փաստաթղթի բոլոր հնարավոր հատվածները։ Փաստաթղթերում առկա է նաև հետաքննությունների դաշնային բյուրոյի 1994 թվականի ձևաթուղթը, որտեղ ներառված է նաև մի կնոջ բողոք, որն Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրում է 13 տարեկան հասակում իրեն բռնաբարելու համար։ CNN-ը հայտնում է, որ այդ անձը նախկինում ներկայացրել էր անանուն դատական հայցեր Թրամփի դեմ, սակայն դրանք հետ էր վերցրել 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի փաստաթղթերում նաև նշված է, որ Էփշտեյնը իբր բարկացել է, որ Թրամփը խլել է անանուն կնոջ կուսությունը և փորձել միջամտել իր շահերին, նույնիսկ բռնաբարել նրան։ Նոր հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը կազմակերպել է երեկույթներ Mar-a-Lago առանձնատանը, անվանելով դրանք կենսադրական օրացույցային աղջիկներ, որոնց համար Էփշտեյնը բերել է անչափահասների, ապա Թրամփը աճուրդի միջոցով երեխաներին վաճառել է հյուրերին։ Սեռական և ֆիզիկական բռնության զոհերին էլ հետագայում թաղել են հենց Թրամփի գոլֆ դաշտերում, իսկ ականատեսներին սպառնացել են լուրջ պատժամիջոցներ։ Ըստ փաստաթղթերի այդ ամենին մասնակցել են նաև Իլոն Մասկը, Դոնալդ Թրամփ կրտսերը, Իվանկա և Էրիկ Թրամփները, փաստաբաններ Ալան Դերշովիցը և Բոբ Շապիրոն, նաև այլ ազդեցիկ անձինք։ Մի փաստաթղթում էլ նշվում է, որ տուժածը պնդել է, թե Թրամփը ներկա է եղել, երբ նրա զարմիկը սպանել է նորածին երեխային։ Ըստ Տելեգրաֆի Բիլ Գեյթսը կարող էր վարակվել սեռավարակով Էփշտեյնի երեկույթներից մեկի ընթացքում։ Ֆայլը, որը պարունակում էր տուժածների վկայություններ, մոտ 1.5 ժամ հրապարակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքում, այնուհետև հեռացվել։ Փաստաթղթերը, որոնք արդեն հասանելի են հանրությանն, առաջացնում են նաև լուրջ հարցեր նախագահին և Էփշտեյնի շուրջ գոյություն ունեցող ազդեցիկ շրջանակներին առեղծվածների մասին։ Նոր փաստաթղթերում հայտնաբերվել են նախկինում չհրապարակված հաղորդագրություններ, որոնցում կան նաև հասարակությանը հայտնի անուններ։ Օրինակ 2013 թվականի էլեկտրոնային նամակներում հայտնաբերվել են տեղորոշող բովանդակությամբ փաստաթղթեր, որոնց համաձայն Իլոն Մասկը և Էփշտեյնը հանդիպել են Կարիբյան կղզիներից մեկում։ Չնայած այս բացահայտումներից առաջ Իլոն Մասկը հայտարարել էր, որ մերժել է Էփշտեյնի հրավերները, սակայն նոր բացահայտված հաղորդագրությունները փաստում են հակառակը, հաստատելով ճանապարհորդական պլանների քննարկումը։ Հրապարակումներում հիշատակվում է նաև, որ հայտնաբերվել է փաստաթուղթ, ըստ որի Բիլ Գեյթսը ևս կապեր է ունեցել Էփշտեյնի հետ ֆինանսական և գործնական հարաբերությունների ոլորտում։ Ըստ հրապարակման նրա դեմ որևէ մեղադրանք չկա, սակայն մատնանշվում է Գեյթսի առնչությունը Էփշտեյնի շրջապատի հետ և խոսվում ուղևորությունների կամ հանդիպումների մասին։ Նման հաղորդակցություններ կան նաև Քեթի Ռումլերի Goldman Sachs ընկերության գլխավոր իրավաբան և նախկին նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի իրավաբանական խորհրդատուի հետ։ 2015 թվականի դեկտեմբերին էլեկտրոնային նամակներում Ռումլերը Էփշտեյնին անվանում է հրաշալի Ջեֆրի և նշում, որ պաշտում է նրան, մինչև ֆինանսիստը կազմակերպում է նրա ուղևորությունը Եվրոպա։ Էփշտեյնի գործի վերաբերյալ նախկինում հրապարակված նյութերն արդեն բացահայտել են կապեր մի քանի հայտնի անձանց հետ, այդ թվում Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուի, որը զրկվել է իր թագավորական տիտղոսից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության տվյալներով գործի նյութերում նույնականացվել է ավելի քան 1200 զոհ։ Էփշտեյնն ինքնասպան է եղել 2019 թվականին Մանհեթենի բանտում, որտեղ սպասում էր դատավարությանը։ The Guardian թերթը հաղորդում է, թե փաստաթղթերից պարզ է դարձել, որ 2002-2005 թվականներին Էփշտեյնի անչափահասների շահագործումը ոչ միայն եզակի դեպքեր էին, այլև համակարգված գործընթաց։ Վկայություններում մանրամասներ կան այն մասին, թե ինչպես է նաև իր հետ գործակցող մարդիկ, այդ թվում Գիսլեյ Մաքսվելը հավաքագրում աղջիկներին, վճարվող մերսուհիներ աշխատելու պատրվակով։ Իրականում դա ծառայել է շահագործման ցանցի ձևավորման համար։ Փաստաթղթերում նշվում է, որ վարձված աղջիկների թվում եղել են 14 տարեկան և բարձր տարիքի անձինք։ Զոհերից ոմանք հենց իրենք էին համակարգում նոր աղջիկների ներգրավումը։ Փաստաթղթերը նաև վկայում են, որ Մաքսվելը համալսարանական տարածքներում մոտեցել է ուսանողուհիներին, աշխատանք խոստանալով նրանց ներգրավել Էփշտեյնի շահագործման ցանցում։ Փաստաթղթերի հրապարակումը հնարավոր է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընդունած թափանցիկության մասին օրենքի շնորհիվ, որը նախատեսում է 100 հազարավոր էջերի փուլային հրապարակում։ Վերջին հրապարակումները, սակայն, առաջացրել են հանրային բանավեճ
դահլիճ, որը պայմանավորված էր հիմնականում զոհերի մասին տվյալների գաղտնիության, քաղաքական ազդեցության եւ նախկինում չհրապարակված տեղեկությունների հետ։ Արդարադատության նախարարության պնդմամբ փաստաթղթերի վերանայումը տևել է ամիսներ հարյուրավոր իրավաբանների մասնակցությամբ եւ որևէ արտաքին ազդեցություն չի եղել, ներառյալ Սպիտակ տան կողմից։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։